Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցն է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար պարոն Robert Floyd-ը. Mr. Floyd, thank you so much for accepting our invitation. It's a pleasure. Պարոն Floyd, որն է Հայաստան այցելելու ձեր նպատակը? About your visit, I would like to know the purpose and the goal of your visit to Armenia. It's a wonderful opportunity to visit the country of Armenia. Հայաստան այցելությունը հիանալի հնարավորություն է։ Հայաստանը մեր կազմակերպության մաս կազմող 187 երկրներից մեկն է, եւ ես այստեղ եմ շնորհակալություն հայտնելու համար։ Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը եւ երկրի տեխնիկական մասնագետներին միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրին եւ իմ ղեկավարած կազմակերպության աշխատանքին նվիրվածության համար։ Հայաստանում տեղակայված է մեր մոնիթորինգի կայաններից մեկը, որը գլոբալ ցանցի մաս է կազմում եւ մեզ թույլ է տալիս իմանալ բնական եւ այլ բնույթի երևույթների մասին, ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ։ Հայաստանը շատ լավ է կառավարում այդ կայանը։ Հայաստանն ունի ազգային տվյալների կենտրոն։ Հայաստանն իր ձայնն է բարձրացնում միջուկային փորձարկումների արգելքի հասնելու նպատակի իրագործման համար։ Ահա թե ինչու եմ ես այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ մեր հրաշալի գործընկերոջը։ Thank you to a wonderful partner. Mr. Floyd, surely during your visit you have already had many. Անշուշտ դուք արդեն իսկ մի շարք հանդիպումներ եք ունեցել Հայաստանի տարբեր պաշտոնյաների, փորձագետների եւ գիտնականների հետ։ Ինչ արդյունքներ են ունեցել այդ հանդիպումները? You have already may be noticed. In Armenia we have people that are Հայաստանում կան մարդիկ, որոնք անցել են մեր առաջարկած ուսուցումը միջազգային մոնիթորինգի համակարգի կողմից հավաքված տվյալների հետ աշխատելու համար, եւ կա հնարավորություն, որ ավելի շատ մարդիկ մասնակցեն ուսուցմանը։ Եվ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի այս ուսումնական միջոցառումներից մեկը, եւ այսպես Հայաստանից բավականին շատ մարդիկ կկարողանան մասնակցել դրան, ինչը նրանց կտա հմտությունների կատարելագործում, որոնք նրանք կօգտագործեն ոչ միայն մեր պայմանագրի նպատակների համար, այլև կարող են օգտագործել երկրաշարժերի մոնիթորինգի նպատակների համար այստեղ Հայաստանում, which is very important to this country. So how does Armenia's engagement in Ինչպես է Հայաստանի ներգրավվածությունը CTBTO-ի հետ նպաստում տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ամրապնդմանը եւ ինչպես եք տեսնում Հայաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում to enhance development level of cooperation? The level of cooperation with Armenia is already very high. Հայաստանի հետ համագործակցության մակարդակն արդեն շատ բարձր է։ Հայաստանն օգտագործում է իր ձայնը մեր բազմակողմ հանդիպումների ժամանակ եւ մենք գնահատում ենք դա։ Արտաքին գործերի փոխնախարարը վերջերս ելույթ ունեցավ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում եւ հպարտորեն ու լավ ներկայացրեց Հայաստանը։ Այսպիսով մենք մեծ ներգրավվածություն ենք տեսնում միջուկային փորձարկումների ձեռց աշխարհի եւ ի վերջո միջուկային զենքից ձեռց աշխարհ ունենալու համար։ Հայաստանի աջակցությունը շատ համապարփակ եւ ամբողջական է։ Mr. Floyd, as the CTBTO has entered its 30th anniversary, Քանի որ CTBTO-ն նշում է իր 30-ամյակը, այդուհանդերձ դեռևս 9 երկիր պետք է վավերացնի պայմանագիրը, որպեսզի այն ուժի մեջ մտնի։ Ինչ ուղերձ կփոխանցեք այն երկրներին, որոնք դեռ չեն վավերացրել պայմանագիրը, եւ ինչպես կարող է Հայաստանի փորձն օրինակ ծառայել այդ երկրների համար? How can Armenia's experience serve as an example for those countries? We have With the Comprehensive Nuclear Test Ban Treaty, we have a list of 44 countries. Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի շրջանակներում մենք ունենք 44 երկրների ցանկ, որոնք պետք է վավերացնեն պայմանագիրը, որպեսզի այն դառնա իրավաբանորեն պարտադիր։ Եվ այդ 44-ի ցանկում կա 9 պետություն, որոնք դեռ պետք է վավերացնեն այն։ Նրանց մեծ մասն արդեն ստորագրել է, ինչը նշանակում է, որ նրանք հավատարիմ են պայմանագրին, բայց նրանք դեռ չեն կատարել վավերացման վերջին քայլը։ Մենք շարունակում ենք կապ հաստատել այդ երկրներից յուրաքանչյուրի հետ, խրախուսելու նրանց կատարել այդ քայլը, հասնելով պայմանագրի վերջնական վավերացմանը։ Մենք մշտապես գնահատում ենք Հայաստանի կողմից իր դիվանագիտական միջոցներով պայմանագիրը դեռ չվավերացրած պետությունների հետ տարվող աշխատանքը։ Strong and close relationship is most important. Can we name the Եվ որոնք են այդ 9 երկրները, որոնք դեռևս չեն վավերացրել պայմանագիրը?
Այո, որպեսզի պայմանագիրն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է դեռևս 9 երկրի վավերացում, եւ այդ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Իրանը, Եգիպտոսը եւ Հյուսիսային Կորեան։ Նրանցից շատերի համար կան հանգամանքներ, որոնք դժվարացնում են առաջընթացն այդ հարցում, բայց միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրն արդեն իսկ զարմանալի հաջողություն է։ Զարմանալի է, սակայն երբ հաշվի եմ առնում, որ պայմանագրի ստեղծումից 1996 թվականի սեպտեմբերից առաջ ամբողջ աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 2000 միջուկային փորձարկում, իսկ փաստաթղթի ստորագրման համար բացվելու օրվանից մինչև հիմա գրեթե 30 տարի անց ընդամենը 10 փորձարկում եւ 21-րդ դարում միայն մեկ պետություն Հյուսիսային Կորեա։ Հասկանում եմ, որ պայմանագիրը զարմանալի հաջողություններ է գրանցում։ Չնայած այն իրավաբանորեն պարտադիր չէ, այդուհանդերձ երկրները բոլոր փորձարկումները դադարեցնելու մասին դիրքորոշում են ընդունել, ինչը կարծում եմ մեծ հաջողություն է։ That's powerfully valuable and successful. How confident are you that the CTBTO's Որքանով եք վստահ, որ CTBTO-ի ստուգման ռեժիմը կարող է հուսալիորեն տարբերակել միջուկային փորձարկումները բնության երևույթներից։ Այդ առումով կան վերջերս տեղի ունեցած իրադարձություններ, որոնց մասին կցանկանայիք կիսվել։ You would like to share it with us. One of the sets of data that we use to determine if a nuclear test, an underground nuclear test Ստորգետնյա միջուկային փորձարկման լինել չլինելը ստուգելու համար մենք օգտագործում ենք սեյսմիկ տվյալները։ Խոսքը երկրակեղևի տատանումների մասին է։ Սովորաբար մենք ունենում ենք բնական երկրաշարժեր կամ կարող ենք պայթյուններ ունենալ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով, բայց եթե տեղի ունենա ստորգետնյա միջուկային պայթյուն, ապա մեր կայանների ցանցը պետք է արձանագրի դա։ Եվ մեր վերլուծաբանները պետք է հասկանան, որ դա միջուկային պայթյուն էր եւ ոչ թե որևէ այլ բան։ Մենք կարող ենք դա անել։ Մեր գլոբալ ցանցն ավելի քան 90%-ով ամբողջական է եւ մեզ վստահություն է տալիս, որ մենք կհայտնաբերենք եւ կարող ենք հայտնաբերել միջուկային պայթյուն մոլորակի ամբողջ մակերևույթի ցանկացած քառակուսի կիլոմետրի վրա եւ որ մենք կարող ենք այն առանձնացնել այլ տեսակի պայթյուններից կամ բնական երկրաշարժերից։ Վերջերս մոտ 1 տարի առաջ Իրանի հյուսիսում տեղի ունեցան մի քանի փոքր թվացող երկրաշարժեր։ Սոցիալական ցանցերը շատ հետաքրքրված էին դրանցով, կարծելով, որ դրանք հնարավոր միջուկային փորձարկումներ են, բայց երբ մենք վերլուծեցինք բոլոր տվյալները, հայտարարեցինք, որ դրանք բնական երկրաշարժեր են, ինչի արդյունքում սոցիալական ցանցերում առկա ամբողջ ակտիվությունը դադարեց։ Եվ շատ երկրներ թեթևացած շունչ քաշեցին, քանի որ միջուկային փորձարկում չէր եղել։ A lot of countries breathed a sigh of relief because there had been no nuclear test. It was a natural earthquake. This is important. Can you tell us about the other benefits of the data that your system Կարող եք ներկայացնել ձեր համակարգի կողմից միջուկային ստուգումից բացի հավաքվող տվյալների այլ առավելությունների մասին։ Օրինակ դրա դերի մասին բնական աղետների նախազգուշացման, գիտական հետազոտությունների կամ շրջակա միջավայրի մոնիթորինգի գործում։ International monitoring system collects 4 different kinds of data. Մեր միջազգային մոնիթորինգի համակարգը հավաքում է 4 տարբեր տեսակի տվյալներ՝ սեյսմիկ տվյալներ, երկրակեղևի տատանումներ, մթնոլորտում տատանումների ձայներ, օվկիանոսում տատանումներ կամ մթնոլորտում առկա ռադիոակտիվ նյութեր։ Այդ բոլոր տվյալները հեռարձակվում են արբանյակով եւ ուղարկվում Վիեննա։ Մենք դրանք հավաքում ենք միջազգային տվյալների կենտրոնում, ապա հասանելի ենք դարձնում մեր պայմանագրի անդամ բոլոր պետություններին։ Այս պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները, բոլոր 187-ը կարող են հասանելիություն ունենալ բոլոր տվյալներին։ Այնուհետև երկրները կարող են օգտագործել այդ տվյալները քաղաքացիական նպատակներով, ինչպիսիք են բնական աղետների մոնիթորինգը, երկրաշարժերի, հրաբխային ակտիվությունների, ցունամիների մասին տեղեկությունները։ Նրանք կարող են դրանք օգտագործել որոնողական փրկարարական նպատակներով։ Եթե մեր սենսորներից եկող ազդանշանը կարողանա գտնել, թե որտեղ կարող է խնդիր լինել, նրանք կարող են այն օգտագործել ցանկացած գիտական նպատակի համար։ Մենք ունենք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել տվյալների հավաքածուները տարբեր ոլորտների հետազոտողների հետ կիսելու նպատակով։ Տվյալները նախատեսված են կիսվելու համար եւ հասանելի են բոլոր մասնակից պետություններին։ Սա տեղեկատվական վիրտուալ գանձարան է ամբողջ աշխարհի հետազոտողների եւ քաղաքացիական նպատակների համար։ A virtual treasure trove of information for researchers and civil purposes across the world. Պարոն Ֆլոյդ, շնորհակալություն հանգամանալի զրույցի համար։ Կցանկանայիք որևէ բան հավելել։ I
really appreciate the interest in Armenia. Ես իսկապես գնահատում եմ Հայաստանի հետաքրքրությունը միջուկային փորձարկումներից եւ ի վերջո միջուկային զենքից զերծ աշխարհ տեսնելու հարցում։ Հայաստանը կիսում է այս տեսակետը աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ եւ հիանալի է ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ այս գործընկերությունը ոչ մարդկության համար եւ ավելի լավ աշխարհ ստեղծելու համար։ Of humanity. Thank you. Thank you so much.